Ողջույն հարգարժան հետևորդներ, մեր ավանդական երեքշաբթի օրը երեկոյան ժամը 8-ին նախատեսված հարց ու պատասխանի փոխարեն այսօր անդրադառնալու ենք շատ կարևոր մի նյութի, որը վերաբերում է անցյալ շաբաթավերջին Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ քննարկված մի շարք կարևոր հարցերին, որոնք էապես եւ խորապես վերաբերում են նաեւ Հայաստանին։ Զրույցը իրականացնելու եմ Գերագույն խորհրդի պատգամավոր իմ շատ լավ բարեկամ Ազատ Արշակյանի հետ, որին ուզում եմ ողջունել, բարի երեկո։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, վստահ եմ հետևել եք ելույթներին, առանձին պանելային քննարկումներին, որպես անկախական եմ այսօր ձեզ հատկապես հրավիրել, որպեսզի քննարկենք հարցը, որը կարմիր թելով անցնում էր գրեթե բոլոր քննարկումների հիմքում եւ առանցքում։ Եվրոպական միությունը նույնիսկ այսօր խոսում է սուվերենության մասին, ինքնիշխանության մասին։ Մերցի որպես հյուրընկալող երկրի վարչապետ ելույթի հիմնական ասելիքը հետևյալն էր, որ երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգը այլևս գոյություն չունի եւ Եվրոպան կարիք ունի ինքնիշխանության, սուվերենության։ Տարօրինակ չի այս քննարկումը, թե մենք իրապես հասել ենք մի մակարդակի, մի հանգրվանի, որտեղ սուվերենության, ինքնիշխանության պատկերացումները համաշխարհային արմատապես փոխվում են եւ մենք ինչպես պիտի փոխենք մեր վերաբերմունքը եւ մեր անելիքը հարմարեցնենք այս գլոբալ մեծ փոփոխություններին։ Իդեք շատ հետաքրքիր մի ձևակերպում էլ կար, որ զարմանալիորեն Եվրոպայից դա հնչեց, որ անվտանգության գոտիներ, պատասխանատվության գոտիներ այլևս չպետք է լինեն։ Պատկերացնում եք ինչ հետաքրքիր այդ ֆրագմենտացիա կոչվածը, նույնիսկ Եվրոմիությունը, Եվրոպայի այնպիսի պետություններ, ինչպիսին Բրիտանիան է, կղզին, որ ասեց չնայած մենք կղզի ենք, բայց մայր ցամաքի հետ միասին պետք է ապահովենք մեր ինքնիշխանությունը եւ մեր անվտանգությունը։ Ֆրանսիան ու Գերմանիան, պատկերացնեք, անկախության, ինքնիշխանության, սուվերենության մասին են խոսում։ Մենք ուրեմն ճիշտ ժամանակին ենք այս հարցը բերել օրակարգ։ Այո, պատկերացնում եք, անդադ ժամանակավրեպ ենք լինում, ուշացած ենք լինում, երբ որ արուն ու պողպատը պետք մենք թուղթ ենք բերում, չէ, երբ Շերեփ, այո, շերեփը, թղթի շերեփ, Բիսմարկն էր ասում, չէ, արուն ու պողպատով են հարցերը լուծվում։ Մենք արձագանքեցինք, ասեցինք, մերը թղթի շերեփ է, կարող ենք այդ ապուրից օգտվել։ Ես մեսակ բանը մտածում եի սկզբից, որ սա 1946 թվականի սառը պատերազմ հայտարարելու պատճեն է, մաշված մի քիչ անատամ պատճեն, բայց գիտեք ինչ իմաստներ, որ կեցի անկախությունը ու Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի ներկայացուցիչը պատկերացնում եք Ռուբիոն ասում է, որ չէ, մի գնացեք, մենք ձեզ հետ ենք, մենք միասին ենք, մենք ձեր զավակն ենք, Միացյալ Նահանգները Եվրոպայի զավակն։ Ծագումը նույնիսկ հիշեց։ Ես վտանգավոր է կորսիկացի է, պարզվում է, մենք մի կորսիկացու գիտեինք ինչ արեց, քաղաքացիական իրավունքը տարածեց Եվրոպայում։ Ես մտածում եմ, որ պետք է այդ տեմպ պահենք, այ մեզ համար դա ուղեցույց, մենք հիմա շատ բան ենք Եվրոպայից վերցրել, շոկե քարշը, չէ, իրավունքները, այսա ֆրագմենտացիա, ուրեմն կեցե անկախությունը ճիշտ ճանապարհի վրա ենք մենք, այ ասենք որ հղում անենք, այ ոնց որ Գերմանիան է ուզում անկախ լինել, Ֆրանսիան է ուզում անկախ լինել։ Եվ ինչպես Գերմանիան ու Ֆրանսիան են խոսում եվրոպական սուվերենության մասին, նույնքան մենք պիտի հավանաբար նաև մեր ինքնիշխանությունը դիտարկենք այդ ընդհանուր համատեքստում եվրոպական ինքնություն, հայկական ինքնիշխանություն։
որովհետև Մակրոնի ելույթի ժամանակ է այնտեղ ներկա մի բացառիկ զգացողություն էր, պարոն Արշակյան, երբ Մակրոնը խորհուրդ էր տալիս իր եվրոպացի գործընկերներին երբեք չխոսել Եվրոպայի մասին որպես թույլ կենտրոն։ Ասում էր մենք պիտի հպարտանանք մեր համալսարաններով, մեր մշակույթով, մեր ստեղծած արժեքներով, որոնք այսօր աշխարհն են շարժում։ Եվ մենք պիտի փորձենք այս բոլորը նաև այս բոլորին ուժ հաղորդել եւ դրանով ուրեմն պաշտպանել եվրոպական ինքնությունը, եվրոպական սուվերենությունը։ Ըստ էության Միացյալ Նահանգների նոր քաղաքականությունը նաև Ռուբիոյի ելույթն էր շատ հատկանշական, հատկապես նախորդ տարի J.D. Vance-ի ուղղակի սահմռկեցուցիչ ելույթից հետո ավելի հուսադրված էին եվրոպացի առաջնորդները, որ վիճակը այդքան էլ ծայրահեղ չէ եւ Միացյալ Նահանգները ու Եվրամիությունը իրար կարիքն ունեն առաջ շարժվելու համար։ Հավանաբար նաև մեկ տարին բավարար եղավ, որպեսզի Թրամփի վարչակազմը հասկանա, որ գլոբալ սպառնալիքները միասնաբար հաղթահարելու այս մոտեցումը քաղաքականությունը այլ ընտրանք չունի։ Եվ ես հատկապես ուզում եմ, որ մենք Երևանից հայացք նետենք, ինչ է սա մեզ համար նշանակում հատկապես։ Գիտեք, մի կարևոր տերմին շրջանառության մեջ տրվեց՝ պատասխանատվություն։ Այսինքն այդ հովանավորյալ լինելը եվրոպացիները հայտարարեցին, որ հոգնել են, սխալվել են, որ հովանավորված են եղել։ Պետք է վերցնել պատասխանատվությունը սեփական անվտանգության համար, սեփական զարգացման համար, Եվրոպայի զարգացման համար։ Հիմա ես ասում եմ, այդ զուգահեռն էլ ավելի, մենք էլ պետք է պատասխանատվությունը վերցնենք։ Մենք մեր անվտանգության պատասխանատուն պետք է լինենք։ Մեր զարգացման պատասխանատուն մենք պետք է լինենք, օրինակ վերցնենք։ Շատ հետաքրքիր էր։ Եվ գիտեք ինչն էր, ես զարմացա, որ դա հնչեց մոդերատորը, այդ 30 քանի տարի է ղեկավարում է այդ ֆորումը, Ռուբիոյի ելույթից հետո ասեց, դուք զգացեք, որ թեթևացման շունչ անցավ դահլիճով։ Այսինքն անակնկալ էր, մտածում էին, որ մենք գնում ենք։ Ապա հրզանի մասին էր լինելու խոսակցությունը Ռուբիոյի, ասեց, որ չէ։ Մենք իմացանք, որ մենք միասին ենք, այսինքն արևմուտք կա, այդ Ատլանտյան օվկիանոսը մեզ չի բաժանում, մեզ միացնում է։ Ես շեշտը ուզում եմ դնել վերադառնանք գանք Եվրոպայից Հայաստան, ուրեմն պատասխանատվություն ամեն ինչի համար։ Մենք պատասխանատվությունը կարելի էր զուգահեռ բերել հետը ոնց ձևակերպենք կախվածությունից դուրս գալ։ Այո։ Հիմա այդ մոդա է ծայրագավառությունից։ Պատկերացրեք Եվրոպան ինքն իրեն հայտարարից դուրս է գալիս ծայրագավառի կարգավիճակից։ Մենք միշտ մեզ էինք այդ պիտակը կպցնում, բարձր որ մենք մենակ չենք։ Հիմա մենք նորաձև է դուրս գալ ծայրագավառից, կախվածությունից եւ վերցնել, ստանձնել պատասխանատվություն, եթե պատասխանատվություն վերցնենք, մենք։ Իսկ դա ինչ է ենթադրում, պարոն Արշակյան, որովհետեւ իրականում իմ առանձին զրույցներում, շփումներում ես տպավորություն ունեի, որ մեզնից ակնկալվում է որակյալ պետություն դառնալու համար գործնական քայլեր, պետական ինստիտուտների ամրապնդում, ինքնիշխանությունը ամրապնդող կարողություն, պետական հաստատություններ, որոնք կարգապահ ժամացույցի ճշգրտությամբ իրենց ֆունկցիաները իրագործեն։ Ես հասկացա, որ մեծապես մեր արտաքին սպառնալիքները համարժեք են մեր ներքին խոցելիության,
Այո։ Որքան մենք ներսում խոցելի եւ թույլ ենք, այնքան արտաքին սպառնալիքները ավելի ուժգին են։ Եվ դրանք հաղթահարելու միակ միջոցը նաև կոմպակտ փոքր երկիր լինելով այս գլոբալ քաոսային միջազգային փոփոխությունների պայմաններում ներքին կազմակերպվածությունն է, ներքին համախմբվածությունն է, սկզբունքները, որոնց առանցքի շուրջ հնարավոր կլինի լայն քաղաքական եւ քաղաքացիական կոնսոլիդացիա ապահովել եւ այդպես կարողանալ փրկել պետությունը եւ ինքնիշխանությունը։ Այն ինչ այսօր փորձում է անել Եվրամիությունը, օրինակ սահմանափակել են միգրացիոն հոսքերը, որոնք համարվում էին փաստորեն վերջին տարիների գլխավոր սպառնալիքը եւ որից օգտվում էր եւ Ռուսաստանը եւ Եվրոպայի հիմնական հակառակորդները Թուրքիան օրինակ մերթ սպառնալով որ եթե ինձ այս չանեք մենք նոր միգրացիոն հոսքեր կբացանենք եւ հասկանալիորեն այս ներքին տեխնոլոգիական այս դարաշրջանում այդ պետական ինստիտուտների կարգապահության աշխատանքի, անթերի աշխատանքի այս ընդգծումը չափազանց կարևոր է, մի բան, որ մեզ չափազանց պակասում է։ Ընդհանրապես մենք մեր պատմության դասագրքերում տեսել ենք, որ մենք պատրաստ ենք միջավայրը հարմար չի, նորաձև չի մեր պատրաստ լինելը, մեր պատասխանատուն լինելը պահանջված չի։ Այս անգամ ստացվել է, որ միջավայրը հարմար է։ Միջավայրը մեզ թելադրում է պատասխանատվություն եւ հեղինակություն։ Այ ձեր ասացի մեջ ես ու շատ լսում էի ձեզ, իդեպ նախանձով, ես այդ լուսանկարները եւ ձեր հաղորդումները Մյունխենից նայում էի նախանձով։ Ես նախանձ մարդ եմ։ Առնչվում ես այդ որտեղ որ վճիռ է կայացվում, որտեղ որ ծրագրվում է, այդ ծրագրավորողների հետ հանդիպելը, այդ արկելի ուսոտ կապցնում ես աշխարհը։ Մենք վճիռ ենք կայացնում, նախանձում եմ ձեզ, ուրեմն այդ հեղինակություն, այդ պատասխանատվությունից, երբ պատասխանատու մարդը, պատասխանատու կուսակցությունը, պատասխանատու երկիրը, քաղաքացիները նաև հեղինակություն են դառնում են գործընկեր։ Այս ուզում եմ, որ մենք դառնանք գործընկեր աշխարհի հետ։ Զարգացած աշխարհի մասին է խոսքը։ Նրանց հետ մենք եղել ենք գործընկեր, նրանց հպատակ ենք եղել։ Հիմա գործընկեր դառնալու համար ինստիտուտների մենք արդյոք պատրաստ ենք։ Մենք կարող ենք ձևավորել ինստիտուտները, դատաիրավական համակարգը, տնտեսական ազատությունները։ Ես ձեզ ասեմ տարրական մի բան, ընտանեկան բռնության մասին օրենքը։ Այդ գործընկերությունը դա է նաև նրանց հետ պետք է համատեղելի լինի զարգացման հետ։ Այո, արժեքների հիմքի վրա այդ ինստիտուտները ամրապնդել։ Իրավունքների, ազատությունների հաշվի առնելով այդ բոլոր այդ հանգամանքները։ Կանոնների եւ այդ բառնել միացնենք, իրավունք եւ կանոն։ Այդ կանոնները լինեն, դրա տակ ձևավորվեն ինստիտուտները։ Ես հատկապես այստեղ ուզում եմ խոսել նաև այն հրամայականների մասին, որոնց առջև մենք կանգնած ենք որպես պետություն եւ դրա մասին հատուկ առանձին խոսվեց մի քննարկման էի մասնակցում, որտեղ Թրամփի խնամին էր, որը հիմա մերձավոր արևելքում Գազայի եւ Աֆրիկյան մի շարք այլ հակամարտությունների գծով խորհրդականն էր, խնամու հայրը, չէ, խնամու տղան, խնամու Թրամփի դուստրը ամուսնացած էր այդ մարդու որդու հետ։ Եվ այդ մարդը լիբանանցի արաբ է եւ հետո իմացա, որ այդ մարդն է եղել խորհրդատուն, որ Թրամփը հերախոսազրույց է ունեցել Արամ կաթողիկոսի հետ։ Եվ այդ հերախոսազրույցի արդյունքում առնվազն Ֆիլադելֆիայի հայությունը իր ձայնը տվեց Թրամփին եւ շատ քիչ այդ տարբերությամբ Թրամփը Փենսիլվանիա նահանգը վերցրեց։ Այսինքն այդ քան նուրբ իմանալ մերձավոր արևելքը եւ այդ զանգի կարեւորությունը Արամ կաթողիկոսի հետ զանգը եւ Միշիգանի հայ համայնքի վրա ազդեց եւ Փենսիլվանիայի։ Բայց ես ուզում եմ շատ ավելի առաջ գնալ, այդտեղ մի հետաքրքիր քննարկում էր խաղաղության մասին։
որ մի կարծեք, որ խաղաղության հաստատմամբ, թեև փխրուն խաղաղություն է հիմա Գազայում, ամեն ինչ ավարտվում է։ Այնտեղ կարմիր թելի նման խոսվում էր, այդտեղի դեպ ներկա էր նաև այդ քննարկմանը բացառիկ մի պանել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը, որտեղ խոսվում էր, որ խաղաղության հաստատումը միայն սկիզբն է։ Այն տքնաջան աշխատանքի, որը կարող է խաղաղություն բերել առհասարակ, որ այդ թղթի վրա որևէ ձևակերպում ոչինչ չի նշանակում, քանի դեռ մենք չենք հասկացել, թե ինչպիսի ջանք պետք է ներդնել խաղաղության հասնելու համար։ Եվ այդտեղ խոսում էր եւ պետական կառուցակարգերի, եւ ներքին համախմբված գտնվելու եւ այն աշխատանքի մասին, որ պիտի սկսի այն պահից, երբ այդ թուղթը ստորագրվում է, ոչ թե պիտի դադարի այն պահին, երբ այդ թուղթը ստորագրվում է։ Մենք ունենք այսպիսի նաև պատկերացում, որ ամեն ինչ անենք, այդ խաղաղության պայմանագիրը ստորագրի եւ կլինի խաղաղություն։ Ես ուզում եմ, որ մենք այսօրվանից մեր քաղաքական դասը, մեր ամբողջ երկիրը, ժողովուրդը, ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս, մենք պիտի պատրաստվենք այդպիսի աշխատանքի եւ ինձ համար էական չի նույնիսկ որ պահին կլինի այդ ստորագրությունը, կլինի միջև ընտրություններ, ընտրություններից հետո սահմանադրության հանրաքվեն ընդունելուց հետո, թե դրանից առաջ։ Էականը, թե մենք ինչպիսի ստարտային պայմաններ կունենանք, ինչպիսի քաղաքական միջավայր կունենանք, որը ի վիճակի կլինի իրապես հավանած կամ չհավանած այդ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու եւ դրանից ստացած կամ դրանից մեզ ընձեռված այդ պատուհանը մենք կարողանանք լիարժեք կերպով իշահ մեր պետության կայունացման եւ առաջընթացի օգտագործել։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք այդ խաղաղության մասին ոչ թե խոսեինք մեր որպես պարգև, որպես մանանա, որպես ընծա, այլ որ դա մեր հավաքական, աշխատանքին տրամադրվելու գործիք է, լավ ասացիք։ Գործիք է, այ գործառույթի, քանի որ գործ բառը ես բանասեր չեմ, դժվարությամբ եմ խոսում, բայց գործառույթին այ խաղաղությունը գործիք է, գործառույթ է իրականացնելու համար։ Մեր պետությունը, ես չեմ ասում հայ ազգը, մեր էթնոսը, մեր ժողովուրդը, այլ պետությունը գործառույթ ունի, թե չէ, այդ մենք կարծես թե այդ ճանապարհի վրա ենք։ Մենք կարծես դա սարքում ենք, գործառույթ ենք ձեռք բերում, ոչ թե լլկվածի գործառույթ, դա էլ է եղել ճնշվածի, խեղճացի դրսից ստացված հրահանգները ուղղակի իրականացնելու, որ մենք մեր գլխի տերը չենք, սպասենք տեսնենք ինչ կասեն Մոսկվայից։ Հիմա մենք համ ասողն ենք, համ կատարողը։ Այո, պողպատ եւ արուն եւ արժանապատվություն, այսինքն մենք մի քանի բան այդ պողպատին եւ արյան, այսինքն խաղաղությունը ենթադրում է ուժի դիրքերից, այ հիմա մոդայիկ է, մենք անդադար վերադառնում ենք այսօրվա օրակարգին, ուժեղ լինելով մենք կարող ենք խաղաղություն ունենալ, ուրեմն ուժը ենթադրում է այ հավաքականություն, չանենցյան բանը բերենք, հավաքականության մեջ է մեր ուժը, մենք շատ տարբեր ենք ու շատ լավ է, որ բազմակարծիք ենք, բազմաձևություն կա, բայց հավաքականություն պետք է լինի գործառույթի համար, առաքելություն ունենք, թե չէ, այ մեր հիմա օրակարգում դա է առաքելություն, գործառույթ, ֆունկցիա կա, թե չէ, այդ ֆունկցիան գտնելու համար խաղաղությունը որպես գործիք պարտադիր է, վասալության, ենթակայության, ճորտության, ծայրագավառության պայմաններում քո գործառույթը պիտացելն է սրեդան է, սնուցելն է ինչ-որ մեկին, կատարել ինչ-որ մեկի ծրագիրը,
ուղղություն ես մտածում եմ ու փնտրում եմ եւ ձեր նմանների վրա է իմ հույսը մտավորականների այ մենք անդադ խոսում ենք ռեալ պոլիտիկի մասին չէ որ հողի վրա տեսնենք պողպատը ուր է չէ արյունը ուր է քրտինքը արյուն պողպատ եւ քրտինք քրտնաջան աշխատանք է պետք երեք դիվել է պրոլետարներ բան եւ այլն ուրեմն մտավորականությունը գործ ունի այ գաղափար այ փոխնախագահը երբ որ եկել էր Հայաստան հետաքրքիր է չէ ասես ես իրացիոնալ ծրագիր ունեմ ուխտագնացեմ դա էլ հետաքրքիր է գաղափարը թե իրականությունը մատերիան թե իդեան չէ հիմա մենք այ իդեայի կարիք ունենք ես հույս ունեմ որ կծնվի այդ իդեան բացի այն ինչ որ ծնելա Մեսրոպ Մաշտոցը Կարծում եք, որ իդեան այնուամենայնիվ պետությունը չի։ Պետությունը գործիք է։ Ասում ենք հայապահպանության համար։ Դա մենք ներքին խնդիրն է, բայց տարածաշրջանի համար, աշխարհի համար նույնպես պետք է մեր պետությունը արդեն գործառույթ ունենա։ Օրինակ Խաչմերուկ ծրագիրը։ Դա էլ հետաքրքիր է։ Իսկ հարմար չի Հայաստանը որպես խաղ, Ստամբուլը, Կոստանդնուպոլիսը, չէ։ Իրական։ Հա, Խաչմերուկ է, էլի, չգիտեմ, Դարդանելը, Խաչմերուկ է, ես չգիտեմ, Նեղոսը, բայց իդեան որ կա Խաչմերուկի, այսինքն մենք վստահելի գործընկեր, այդ դա պետք է լինի, մենք վստահելի, այն հին հռոմեացիները մեզ տվել են այդ տերմինը, վստահելի գործընկեր ենք մենք, ես կուզենայի, որ մեր գործառույթը այս տարածաշրջանի համար առնվազն լիներ վստահելի գործառույթի վստահելի գործընկերոջ գործառույթ, այսինքն բոլորը իմանային, որ չի կարելի մեզ անհանգստացնել, որտեղ մենք կարևոր գործ ենք անում, իրենց բոլորի համար մենք հավաքատեղի ենք կամ ես չգիտեմ, այ դուք ասեք։ Այսինքն թանկացնել Հայաստանի վրա որևէ հնարավոր ագրեսիայի գինը։ Շատ թանկ պետք է լինի, իրենց կորուստը պետք է լինի, այսինքն իրենք պետք է ոչ միայն կստանան պատասխանը, ես դրա համար ասում եմ պողպատ եւ արյուն մենք անձնազոհ ժողովուրդ ենք, այնենք պետք է իմանան, որ իրենք են կորցնում։ Եվ այլն, մի խոսքով գտեք։ Դա մեզնից կախվածությունների ավելացումն է։ Մեծապես այն ինչ անհանգները մեզ առաջարկում են եւ էներգետիկ համագործակցության եւ նաեւ տեխնոլոգիական համագործակցության առումով։ Պարոն Արշակյան, դուք ինչ եք կարծում, մեր քաղաքական դասը ինչքանով է պատրաստ այսպիսի մեծ տրանսֆորմացիայի, որովհետև ներսում մենք քաղաքական համախոհություն չունենք շատ կարևոր հարցերի շուրջ եւ առանց այդ համախոհությունը գտնելու, առանց այդ ներքին համերաշխության գալու ինչքանով մենք ի վիճակի կլինենք համազգային օրինակ օրակարգեր առաջ մղել։ Նախ հիմա երկու հիմնարար հարցեր են մեր առաջ դրված՝ ռուսները փաստորեն եւ ռուսական կոնցեսիայի հետ կապված երկաթուղու արդեն խնդիրներ ունենք, արդեն այնքան ծանր իրավիճակ է, երբ վարչապետը անթաքույց խոսում է այն մասին, որ ռուսական կառավարումը լուրջ խնդիր է ընդհանրապես այս ծրագրերը առաջ մղելու համար եւ չի բացառվում, որ այդ կառավարման պատճառով ուղղակի Հայաստանը դուրս մնա այս բոլոր ծրագրերից, այդ թվում նաեւ խաղաղության Խաչմերուկ նախագծից եւ ամեն ինչ մեզ շարունակեն շրջանցել, որտեվ ռուսները սպառնալիք են եւ ռուսների հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ, առավել եւս ռուսական կառավարմամբ երկաթուղային այդ համակարգի հետ հույս չեն ուզում կապել։ Երկրորդ Շոյգուն այն նույն Շոյգուն, որ մեզ պատմում էր Ղարաբաղում թուրքերի հետ փայլուն օպերացիայի մասին, ասաց, որ ուրեմն մենք այսպես ասած չփորձարկված մոդուլային ռեակտորի շինարարությունը բավական սպառնալիք կդիտարկենք եւ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք, զգուշացնելով, որ եթե ռուսական առաջարկը մերժենք եւ ամերիկյան ուրեմն տեխնոլոգիաներին ապավինենք, դժվարություններ կունենանք։ Հիմա այս երկու ճակատներով
ես այնքան չեմ կարևորում ռուսների այս բավական սպառնալից հայտարարությունները, որքան ավելի թե մենք ներսում ի վիճակի ենք օրինակ հավաքական ամբողջ քաղաքական դասով ասել ո՞ն դուրս շպրտվեք, մենք ենք որոշողը, դուք չեք։ Մենք ենք որոշողը ինչ չափով ձեզ հետ պիտի աշխատենք եւ ինչ չափով պիտի աշխատենք մյուս գործընկերների հետ, որովհետեւ ուղակի այլևս այս քաոսային աշխարհում գոյությունը հարատևությունը պահելու ուրիշ միջոց չկա, քան դիվերսիֆիկացնել հարաբերությունները շատ գործընկերների հետ, շատ պոտենցիալ են պարտներների հետ, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխան գոյության իրավունքը, ովքեր ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունը, ովքեր որևէ խնդիր չեն տեսնում մեր այստեղ զարգանալու, բարեկեցիկ երկիր դառնալու իրողության մեջ։ Այս ամենամեծ խնդիրը նաև բովանդակային իմաստով, որակական իմաստով, մեր ներքին այս կարևոր հարցերում մենք կարող ենք տարբեր քաղաքական հայացքներ ունենալ, տարբեր քաղաքական դիրքավորումներ ընդունել, ընտրություններում միմյանց նկատմամբ ահավոր անհանդուրժող լինել, բայց կարևոր առանցքային հարցերում մենք իրավունք չունենք իրար հակասել։ Եվ այդ կարևոր հարցերը վերաբերում են Հայաստանի ապագային եւ Հայաստանի ապագան կանխորոշող կարևոր նախագծերին, ինչպիսին օրինակ երկաթուղին է կամ էներգետիկ ենթակառուցվածքները։ Այ ինչպես հասնել դրան, որովհետեւ նորից գալիս ենք ինքնիշխանությանը, եվրոպական ինքնիշխանությունը մերձի ձևակերպմամբ։ Սրա մասին էր, որպեսզի համախոհություն ձևավորվի են հիմնարար հարցերի շուրջ, որոնք Եվրոպան այսօր կանգնեցրել է, Եվրոպային այսօր կանգնեցրել է այդպիսի հրամայականի եւ այդպիսի օրակարգի առաջ։ Եվ սթափեցնողն էլ Միացյալ Նահանգներն է եղել։ Եվ Հայաստանի առաջ, ինչպես դուք նշում եք, բացառիկ պատուհան է հավասարապես լավ հարաբերություններ խորացնել եւ Եվրամիության հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ պետության կենսունակությունը եւ ինստիտուցիոնալ կարողությունները ամրապնդել հավասարապես եւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Ստանդարտներով գնալ օրինակ եվրոպական ճանապարհով, ինստիտուտները ուժեղացնել, իրավունքներ, ազատություններ, ստանդարտներ եւ ուժը, անվտանգությունը, տեխնոլոգիան վերցնել Միացյալ Նահանգներից։ Արևմուտքից։ Ասենք արևմուտք։ Ասեք արևմուտք։ Գիտեք մենք ունենք արդեն պատվեր, պարտադրանք ունենք մեր քաղաքացիները մեզ հասարակական, ես որպես հասարակական գործիչ եմ ասում, եւ իշխանությանը պարտադրում են։ Այս կուզենայեմ մեր զրույցի մեջ մի կարևոր տերմին մտցնենք պարտադրանքը։ Այսինքն իշխանությունը պարտավոր է եւ պետք է պարտադրի համախոհություն։ Հակա պետականությունը բոլոր տեսակի նիհիլիզմները պետք է արգելվեն։ Հենց պետությունը դրա համար է, թե չէ մենք թափառական գաղթական եղել ենք։ Մենք գիտենք ինչ է նշանակում այդ ծովում ծփալ նավահանգիստ չունենալը։ Հիմա ունենք նավահանգիստ, այն նավավարը մեր իշխանությունը պետք է պարտադրի սահմաններ դնի, կանոններ, մի քիչ առաջ ասացիք, չէ, կանոններ պետք է լինեն։ Կանոնը պետք է լինի պետության, ընդհանրապես պետությունը մեր ազգապահպանության, հայապահպանության օջախն է։ Ուրեմն հենց որ մենք ասում ենք պետություն, դա ինչ որ առանձին մի բան չի, հայապահպանության կոմիտասի հայրենիքը, ասեմ, հա։ Նարեկացու հայրենիքը պահպանելու համար է պետությունը, ու այդ պետությունը պետք է ուժ ունենա, պարտադրի ինքնա պաշտպանության կանոնով պարտադրի որոշ բաներ, մեր մոտ չափազանց մեծ ազատություն ունեն հակահայկական ուժերը, հակապետական ուժերը, ուրիշի շահերը սպասարկող ուժերը,
Ես կարծում եմ, որ պետությունը պետք է բռունցքը խփի սեղանին, կոմիտասը անձեռնմխելի է, հայոց լեզուն անձեռնմխելի է, հայ ժողովրդի շահը անձեռնմխելի է, այդ շահը ես կավելացնեի որպես հումանիստ, նման եմ հումանիստի, կասեի փող շահավետություն, այ հիմա մենք խոսում ենք երկաթուղու մասին, այն էլեկտրոցանցերը, որ վերցրեցինք, կիսա վերցրած տարբերակով, անհամարցակ ձևով, անհամարցակ, Իդեպ դա ամբողջական սեփականություն էր ազգայնացնելու գործընթացը, որին մեջ մենք մտանք, շատ ավելի բարդ իր տեսակով ընթացք էր, քան օրինակ կոնցեսիոն կառավարումը, որտեղ այնտեղ սեփականության հարց չկա, սեփականությունը Հայաստանի Հանրապետությանն է, կառավարումն է հանձնված ռուսներին։ Եվ այստեղ միակ ողջամիտ բանը կլիներ անել անմիջապես քննարկել ոչ թե երրորդ երկրին այդ կառավարումը հանձնելու որևէ տարբերակ, այլ ասել, որ մենք պիտի հետ վերցնենք։ Համարձակությունը պետք ասել մեզ պետք է։ Եվ դրա մասին պիտի խոսի ամբողջ քաղաքական դասը, ոչ թե իշխանությունը։ Եվ իշխանության այդպիսի հայտարարությունը պիտի հավաքական մեր ժողովրդի, հավաքական մեր քաղաքական դասի աջակցությունը գտնի։ Եվ գուցե իշխանությունը չի հայտարարում, որտեվ չի ունենա այդպիսի աջակցություն քաղաքական ամբողջ դասից։ Այ ես բովանդակային փոփոխության մասին, երբ որ խոսում եմ եւ ինքնիշխանության մասին մեր զրույցի սկիզբը երբ ազդարարեցի, նաեւ այս նկատի ունեի բովանդակային փոփոխություն, որտեվ ցես այդ լրիվ համաձայն եմ, որ ժողովրդավարությունը եւ դրանից բխող կառուցակարգերը անհրաժեշտ նաեւ ուժով պաշտպանելու կարիք ունեն, որովհետև մենք պիտի վերջապես ջարդենք այն մտածումը, թե ժողովրդավարությունը թույլերի թուլություն չի ժողովրդավարությունը, բռակը, ժողովրդավարությունից ուղղակի պիտի արդարացի ուժ է, ժողովրդավարությունը ենթադրում է արդարացի ուժի կիրառում, իրավունք է եւ պատասխանատվություն է, եւ մենք համապատասխան հասկանալով, որ ուղղակի առանց ժողովրդավարության չի կարող գոյություն ունենալ հայկական պետականություն, որ դրանք հավասարազոր կարևոր իրողություններ են։ Մենք պիտի անհրաժեշտ նաև ծավալով ժողովրդավարությունը պաշտպանելու գործիքներ, մեխանիզմներ ստեղծենք, որոնք ուղղակի ինչ որ մեկի կամքից չեն ինստիտուտի միջոցով, որ դրանք միանգամից կգործարկվեն, հենց որ դրա դեմ ինչ որ մեկը ոտնձգություն իրականացնի։ Այս սա չափազանց կարևոր է։ Եվ քանի որ հասանք այստեղ, ես կուզեի որպես ամփոփում նաև խոսեինք այն համազգային օրակարգերի մասին, որոնք այսօր ըստ էության կախված են մի անհատից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Այսինքն պետության գոյութենական եւ գոյաբանական կարևորագույն համազգային համաձայնությունները, դրանց կենսագործումը, դրանց կյանքի կոչելու հնարավորությունը չեն ապահովում պետական ինստիտուտները, այլ մարդու մի առանձին կուսակցության եւ մի ընտրական ցիկլից կախված երևույթներ։ Սա ուղղակի անթույլատրելի է եւ սա թույլ է տալիս ասել, որ մենք շատ հեռու ենք ինքնիշխանության այն պատկերացումներից եւ խոսակցությունից, որը Մյունխենում ընթանում էր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք այդքան ակնթեթ ուշադրությամբ հետևել եք եւ հույս ունեմ, որ մենք մեր նաեւ ջանքը կուղենք, որպեսզի հնարավորինս մոտարկենք եվրոպացիների ինքնիշխանության շուրջ այս քննարկումներին, որովհետև որքան ինստիտուտները ավելի լինեն եւ ավելի պատասխանատու լինեն այս օրակարգերն առաջ մղելու եւ որքան այս օրակարգերը քիչ կախված լինեն անձանցից, կուսակցություններից եւ ընտրական ցիկլերից, այնքան պետությունը ավելի ինքնիշխան եւ ավելի անկախ կլինի։ Եվ այս իմաստով թերևս պիտի նաև արձանագրենք, որ մեր գլխավոր անելիքը նաև առաջիկա ընտրություններին այսպիսի մեծ կոնսոլիդացիա ստեղծելն է
կարևոր համաձայնությունների շուրջ, որի սկիզբը դրվել է օգոստոսի 8-ին, որը շարունակություն է ունեցել հունվարի 14-13-14-ին Արադ Միրզոյան, Մարկո Ռուբիո այդ շրջանակային փաստաթղթի հրապարակմամբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությամբ Հայաստան, որտեղ ուղղակի թվեր հայտարարվեցին, միլիարդների խոստումներ, որոնք այս պահին այլևս մեզ տևական խաղաղության հորիզոն են ցույց տվել, որին պետք է պատրաստ լինի նաև մեր ժողովուրդը, մեր քաղաքական, քաղաքացիական ամբողջ համքարությունը սպասարկել այդ օրակարգերին։ Սրա շուրջ կուզեի, որպեսզի ձեր մտածումները կիսվեք։ Սկսենք տխուր բանից, որ կարևորագույն միջոցառմանը մեր պաշտոնյաները չէին մասնակցում, այ երկրորդականը եւ առաջնայինը, կարևորը եւ անկարևորը պետք է զատվի մեր Մասնակցում էին ներկուսակցական ընտրություններին, օրինակ։ Ինչ պակաս կարևոր կամ ասենք սրբապղծության, թե սրբազանության, այսինքն հարցեր, որ միջնադարում պետք է լուծված լինեին։ Ես շատ դժգոհ եմ, որ մեր կարծիքը չհնչեց։ Մենք բանուն էինք ասելու, որպես հենակետ քաղաքակիրթ աշխարհի այս անքաղաքակիրթ, թույլ քաղաքակիրթ, հին քաղաքակրթության ավերակների վրա տարածաշրջանում մենք բանուն էինք ասելու ու չասեցինք, ներկա չէինք, այ բացակայել ենք։ Բժշկի թուղթը, ծնողի թուղթը, որ ներկուսակցական քվեարկություն ենք անցկացնում, ցուցակը դնեիք, գրեիք։ Մենք մի քիչ առաջ քննարկեցինք, չէ՞ որ կամային հարկավոր է մշակույթը ընդհանրապես պարտադրանք է։ Քարանձավից մենք դուրս ենք եկել հենց դրա պատճառով, պարտադրվել է։ Ուրեմն ես կուզենայի, որ այդ մի հոգին ինքը իրեն ունի, չէ, իր կոչը ունի, դուխով մտներ։ Ես մեր համակիրները, որպեսզի չկարծեն, թե մենք արկածախնդիր ենք։ Ես ասեմ, որ այսօր Ռուսաստանը մեր կարիքը զգում է, շատ է զգում, կախվածության մեջ է մեզանից։ Դրա համար են այդպես շշուկով խոսում, շոյգուն շշնջաց։ Հարգանքով։ Մարիա Զախարը շշնջում են մեր ականջին, նրանք մեր կարիքը զգում են, այ որ էլեկտրոցանցերի այդ բանը կասեցվեց, ինչ աշխարհը փուլ եկավ, չէ, երկաթուղին էլ կարելի է վերցնել, գազամուղն էլ կվերցվի, ես որպես սեփական փորձի տեր մարդ ասում եմ, 1990 թվականին բոլորը վերցրեցինք, եւ ինչ, շնորհակալություն ասեց Ռուսաստանը, ասեց, «Не будем кормить», ասենք, մենք մեզ կկերակրենք, ձեզ էլ կկերակրենք, վերցրեցինք, ոչինչ փուլ չեկավ, կարելի է վերցնել երկաթուղին, մեր շահի համար, մեր երկրի շահերը պահանջում են, մեր երկրի շահը, այստեղ որևէ կոռեկտություն, որևէ հավատարմություն եւ այլն պետք չի։ Ես մի քիչ հետ գնացի նախորդ հարցին, պարոն Բաբաջանյան, կներեք։ Ես ուզում եմ ասել, որ նրանք ճիշտ այնպես, ինչպես 1941 թվականին քույրեր, եղբայրներ, 1914 թվականին քույրեր, եղբայրներ, աղանդավոր չենք մենք հիմա իրենց համար։ Հարկավոր է պահանջել այ համարձակություն դուխով։ Որ գրել էին ճակատներին, այդ դուխով գնացեք, մեր բաժինը ուզեք, հարգարժան կդառնաք։ Այ մենք դա ենք քննարկում, չէ՞, մենք։ Չէ, ի վերջո, բայց մենք 2018 թվականին նաև միջոցներ էինք ձեռք առել, քննչական գործողություններ տեղի ունեցան, առնվազն $60 միլիոն մի քանի տարվա խախտումները արձանագրվեցին, հետո Լավրովը ոռնաց Հայաստանում բոլորը որոշեցին, որ այդ գործով այլևս որևէ զարգացում չպետք է թույլ տալ եւ ամեն ինչ վերջացավ։ Ես ուղղակի դուք ասում եք կարող ենք, իսկ ես ասում եմ ուղղակի դա այլ ընտրանք չունի։
պարոն Արշակյան, Այո։ եթե մենք դա չենք անում, Մենք կորցնում այս ենք։ բոլոր ձեռքբերված համաձայնությունների գինը զրոյանում է։ Հայաստանը եթե չի դառնում հանգույց, Դառնում ենք նորից ծայրագավառ։ դառնում ենք կույրաղիկ։ Ծայրագավառ է Ինչ են անում կույրաղիկը։ կույրաղիկը, այսինքն մի օր դու Ինչ որ մեկը կկտրի, կհատի, խիրուրգը։ էսա։ Չենք ուզում դա։ Հիմա նա ով շահագրգռված է Հայաստանը վերստին կույրաղիկ դարձնելու, նրան օպերատոր ենք դարձրել հայկական երկաթուղու։ Ու չափազանց էական ու կարևոր է, որ այստեղ ներսում մենք ավելի շատ համախոհություն կարողանանք այս գաղափարի շուրջ ստեղծել։ Էլի մենք կարող ենք տարբեր պատկերացումներ ունենալ, լիբերալ լինել, ազգայնական լինել, կենտրոնում լինել, որտեղ կուզեք լինենք, բայց պետությունը եւ պետության շահը, պետության ապագան եւ հարատեվությունը չի կարող ենթարկվել մեր քաղաքական պատկերացումներին, մեր դավանանքին քաղաքական։ Եվ այս պահին քննարկվում է հայկական երկաթուղու պատկանելության հարցը, ինչ որ մեկը վերակենում, որ պիտի հիմա բանտից ուղակի չկարողանար քիթը դուրս բերել, աբխազական երկաթուղի։ Դուք պատկերացնում եք անբարոյականության, այսինքն մեր հնարավորությունը եկեք տանք ռուսներին, թող իրենք վրացիների հետ ձեռք բերեն պայմանավորված Անպատասխանատու մեկը, անպատասխանատու, որ պետք է պատասխանատվության ենթարկվի, անպատասխանատու հայտարարություն է անում։ ցուցմունք տալու փոխարեն։ Հիմա Քննիչի ինքը հետ պիտի ցուցմունք տար, բայց ինքը հայտարարություն է տալիս։ Եվ ցուցում է տալիս, ցուցմունքի փոխարեն ցուցում է տալիս։ Եվ սա իհարկե տխուր արձանագրում է, որ անում ենք, բայց կարևոր է, որ այս քննարկումը ունենում ենք եւ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները նաեւ համաշխարհային այս կարևոր քննարկումներին համարժեք ձայներ լսեն Հայաստանում եւ համարժեք այս ընթացքը այն նույն նարատիվների, այն նույն ձևակերպումների, պատկերացումների կիսումը տեսնեն Հայաստանում, որտեղ դա չափազանց կարևոր է։ Ես շատ շնորհակալ եմ այս հնարավորության մասին, որ դուք ձեր ժամանակը այս ուշ ժամին տրամադրեցիք եւ մենք մեր ավանդական հարց ու պատասխանի այս կարևոր ժամը նվիրեցինք Մյունխենյան անվտանգության համաժողովի այս քննարկմանը։ Ռուբեն Մերաբյանը առողջությունը պիտի վերականգնի, հույս ունենանք, որ շատ շուտ կվերականգնվի եւ կմիանա շարք եւ կշարունակի իր կարևոր նաեւ առաքելությունը այս ճակատում։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսքանով ավարտենք այսօրվա մեր ավանդական հարց ու պատասխանի այս ձևաչափի համար նախատեսված մեր ծրագիրը։ Կհանդիպենք